Բարև ձեզ, այսօր միասին կուսումնասիրենք դատավորաց գրքի 17 և 18-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք, թե ինչ է պատահում, երբ մարդը հեռանում է Աստծո ճշմարտությունից և սկսում է երկրպագել իր իսկ ստեղծած հավատքին։ 17-րդ գլխում հանդիպում ենք Միքիային։ Նա վերցնում է արծաթ և դրանից պատրաստում կուռք ու ձուլված պատկեր։ Այնուհետև իր տանը ստեղծում է սեփական սրբարան և նույնիսկ քահանան նշանակում։ Առաջին հայացքից թվում է, թե նա ցանկանում էր ծառայել Աստծուն, բայց իրականում նա երկրպագում էր Աստծուն իր ձևով, ոչ թե Աստծո սահմանած ձևով։ Միքիան նույնիսկ ասում է. «Հիմա գիտեմ, որ Տերը ինձ բարիք կանի»։ Նա կարծում է, թե Աստծո օրհնությունը կարող է ունենալ առանց Աստծո կամքի հնազանդվելու։ Սա շատ արդիական վտանգ է նաև այսօր մեր օրերում։ Շատ մարդիկ ցանկանում են Աստծո օրհնությունները, բայց ոչ նրա իշխանությունը։ Նրանք ցանկանում են սեփական պատկերացմամբ ծառայել Աստծուն, առանց ճշմարտությանը հնազանդվելու։ Այս գլուխը ցույց է տալիս մարդու կարիքը ճշմարիտ քահանապետի հանդեպ։ Միքիայի քահանան չէր կարող մարդուն մոտեցնել Աստծուն։ Կուռքերը նույնպես չէին կարող փրկել։ Միայն Հիսուս Քրիստոսն է ճշմարիտ միջնորդը Աստծո և մարդկանց միջև։ Առաջին Տիմոթեոս 2:5-ում գրված է. «Մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև, Հիսուս Քրիստոս մարդը»։ Մարդկային կրոնը չի կարող փրկել։ Միայն Հիսուսն է ճանապարհը դեպի Հայրը, Հովհաննես 14 գլուխն է ասում։ 18-րդ գլխում Դանի ցեղը դեռ չէր տիրացել իր ամբողջ ժառանգությանը։ Փոխանակ Աստծո կամքը փնտրելու նրանք ընտրում էին հեշտ ճանապարհը։ Նրանք վերցնում են Միքիայի կուռքերը նրա քահանային և գնում են իրենց համար նոր բնակավայր գրավելու։ Այսպիսով ամբողջ մի ցեղ սկսում է ապրել կեղծ երկրպագության մեջ։ Գլուխը ցույց է տալիս, թե ինչպես մեկ մարդու շեղումը կարող է ազդել շատերի վրա։ Երբ ճշմարտությունը փոխարինվում է մարդկային ցանկություններով, դրա հետևանքները տարածվում են սերունդների վրա։ Գրքի վերջում կրկնվող մի կարևոր խոսք կա։ Այդ օրերում Իսրայելում թագավոր չկար։ Սա հենց դատավորների գրքի գլխավոր խնդիրն էր։ Մարդիկ ապրում էին այնպես, ինչպես ճիշտ էր թվում իրենց աչքերին։ Այս խոսքերը մեզ ուղղակիորեն տանում են դեպի Հիսուս Քրիստոսը։ Իսրայելը կարիք ուներ ճշմարիտ թագավորի, ոչ պարզապես հերթական դատավորի, ոչ պարզապես հերթական առաջնորդի։ Նրանց պետք էր մեկը, ով կղեկավարեր նրանց արդարությամբ և ճշմարտությամբ։ Այդ թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Հովհաննես 14:6-ը, ինչպես ասեցինք, նա ասում է, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Այնտեղ, որտեղ մարդիկ ստեղծում են իրենց սեփական ճշմարտությունը, առաջանում է խավար։ Բայց այնտեղ, որտեղ իշխում է Հիսուսը, կա լույս, կարգ և կյանք։ Սիրելիներ, այս գլուխները մեզ տալիս են մի կարևոր հարց. ո՞վ է ձևավորում մեր հավատքը։ Աստծո խոսքը, թե մեր սեփական ցանկությունները։ Այսօր աշխարհը խրախուսում է ապրել այնպես, ինչպես ճիշտ է թվում մեզ։ Բայց Աստծո խոսքը մեզ կանչում է հնազանդության։ Հիսուսը պարզապես օգնական կամ խորհրդատու չէ, նա թագավորների թագավորն է։ Երբ նրան տալիս ենք մեր կյանքի գահը, մենք գտնում ենք ճշմարտությունը, ուղղությունը և խաղաղությունը։ Մեր սովորության համաձայն ավարտենք աղոթքով, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր ճշմարիտ թագավորը և մեր մեծ քահանայապետը։ Պահպանիր մեզ կեղծ ճանապարհներից և մարդկային իմաստությունից։ Օգնիր մեզ չստեղծել մեր սեփական ճշմարտությունը, այլ հնազանդվել քո խոսքին։ Թող քո լույսը առաջնորդի մեզ ամեն օր քո Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Սիրելիներ, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ և մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքները, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուս Քրիստոսին։ Աստված օրհնի ձեզ և Աստծո կամքով կհանդիպենք վաղը մեր հաջորդ գլուխներում։